Եվ այսօր մենք պիտի փափագողները լինենք, ձգտողները լինենք Աստված պաշտության, սուրբ պատարագի, սուրբ խորհուրդների մատուցման։ Երկնքի արքայությունը հարատև, անձանձրույթ, անընդհատ Աստված պաշտությունը։ Եթե մենք այստեղ հոգնում ենք, ձանձրանում ենք Աստված պաշտությունից, ո՞նց պիտի արժանանանք երկնքի արքայության։ Երկնքի արքայության պիտի հասնեն նրանք, ովքեր սիրում են անընդհատ աղոթել, ովքեր սիրում են անընդհատ Աստված պաշտել, ովքեր սիրում են անընդհատ Աստծո հետ լինել, որտեղ երկնքի արքայությունը անընդհատ Աստծո հետ լինելն է։ Այսինքն մենք պիտի ձգտենք այս վիճակին հասնել։ Մենք պիտի հասկանանք, որ ամենամեծ ուրախությունն ու ամենամեծ խնջույքը, որին մարդը կարող մասնակցի, սուրբ պատարագն է։ Աստծո որդու խնջույքն է, սեղանն է, զոհաբերումն է։ Պատարագի մենք ավելի մեծ ակնածանքով, ուրախությամբ պիտի պատրաստվենք, քան թե որևէ խնջույքի, որ մենք մասնակցում ենք մեր կյանքում, որևէ իրադարձության կամ իրողության, որտեղ պատարագից մեծ իրողություն աշխարհի մեջ չկա, չի եղել ու չպիտի լինի։ Ինչ ավելի մեծ բան կարող լինի, քան Աստված մեզ համար պատարագվում է, քան Աստված իր սուրբ մարմինն ու արյունը բաշխում է մեզ որպես կերակուր, մեր փրկության համար, մեր անձերի համար։ Մեկը մեզ մի փոքր լավություն անում, եթե մենք երախտամոռ մարդիկ չենք, եթե մենք լավությունը գտնատող մարդիկ ենք, մենք միշտ շնորհակալության զգացումով ենք լցվում այդ մարդու հանդեպ։ Անընդհատ ուզում ենք մեր երախտագիտությունը, շնորհակալություն հայտնել։ Աստված մեզ մի փոքր լավություն չի արել։ Աստված մեզ մահվանից կյանք է շնորհել։ Աստված ամեն ինչ արել մեզ համար։ Ինչպես իր կյանք տալով, իր զոհաբերվելով։ Եվ այս խորհուրդը սուրբ պատարագն է։ Իսկ եկեղեցին եկեղեցի է Քրիստոսի պատարագով։ Եթե Քրիստոս չի պատարագվել, ուրեմն եկեղեցի գոյություն չունի։ Եկեղեցին եկեղեցի է դառնում սուրբ պատարագի խորհրդի միջոցով։ Էլի եմ ասել, նորից եմ ասում։ Եկեղեցու ամենակարևոր մասը ո՞րն է։ Խորանն է։ Խորանի ամենակարևոր մասը ո՞րն է։ Սուրբ սեղանը։ Ինչի համար է սեղանը։ Միայն պատարագ մատուցելու համար է, ուրիշ բանի համար չի։ Ուրեմն եկեղեցին պատարագի համար է, եկեղեցին ուրիշ բանի համար չի։ Այս բանը պիտի մենք լավ հասկանանք եւ ապրենք այս խորհրդի մեջ։ Եվ մարդկանց էլ փոխանցենք այս ամեն ինչը։